Խաղաղություն ձեզ եղբայրներ քույրեր, ներողնի բոլորիդ իրոք որ Աստծո ժողովուրդը երկրի վրա ամենաթանկ չեմ ասի միջոցնա, նյութնա, կապիտալնա, այլ ժառանգությունն է Տիրոջ համար, որտեղ Աստծո աչքը իր ժողովրդի վրա է, աշխարհը մի կողմ, իր ժողովուրդը մի կողմ, ինչ լավն եք դուք, օրհնյալ է Տերը օրհնի ձեզ։ Եկա Սիմոն եղբայրը մի հատ լավ միտք ասեց, այդ միտքը միանգամից տպավորվեց մոտս ու տենց մտքերով գնացի հետ, երբ որ ասեց Տեր հրաման արագամ քո հետևից, այսինքն ջրի վրայով քայլեմ դեպի քեզ։ Հիշեցի մի նկար, Միքելանջելոն, բոլորդ գիտեք, այդ հայտնի նկարիչը իտալացի, Ադամի ստեղծագործությունը մի հատ լավ, այսինքն Ադամի ապաշխարությունը, թե ստեղծագործություն լավ չեմ հիշում վերնագիրը, մի հատ հետաքրքիր նկար ունի նկարած։ Աստված երկնքից մի կերպ, ասենց հազիվ իրան ամեն վերջի ճիքը դրած ձեռքը ուղղելա դեպի Ադամը, Ադամը պարկած իր համար, տենց մերկ այդ հողի վրա, ասենց արհամարական, էլի տենց իմիջայլոց ձեռը ասենց երկարացրելա Աստծուն։ Հետաքրքիր է, Աստված ամեն ինչ արելա, ձգվել, ասենց մի կերպ ձեռքը երկարելա, որ մարդը ձեռքը տա իրան, Ադամը շատ գեղեցիկ, շատ տպավորիչ էր նկարել, հոգևոր մարդիկ են եղել։ Երանի են մարդուն, որ ասի Տեր, հրաման արա, խնդրում եմ մինչև անգամ, ես քեզ մոտ եմ ուզում գամ, ոչ թե իմիջայլոց, դե կլինի, չէ։ Օրհնյալ է մեր Տերը։ Ես ուզում եմ մի տեղ կարդամ, ուրեմն Գործ Առաքելոցից կարդում եմ 17-րդ գլխից, մի հատ բոլորիս հայտնի համար է, բոլորիս հայտնի տեղ է, բայց երևի թե շատ քչերս ենք մտածել այս ուղղությամբ։ Բայց մինչև կարդալը ես կհիշեցնեմ Հովանու ավետան 17-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Ասիկա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստվածը եւ Հիսուս Քրիստոսը, որին դու ուղարկեցիր։ Դուք բառերը լսեք եւ մի հատ կրկնեք ձեր մեջ։ Ասիկա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ։ Այսինքն ոչ թե քո մասին իմանան, ոչ թե կարդան, սովորեն, ոչ թե գան պաշտամունքի ներկա լինեն, այլ քեզ ճանաչեն։ Ես հենց այդ մասին եմ ուզում խոսամ մի որոշ ժամանակ, ձեր ժամանակից կխլեմ, տեսեք Պողոս առաքյալն ինչ ասում, քանզի ես պտտելով ու ձեր պաշտամունքը զննելով, հետաքրքիր է, Սուրբ Հոգին պտտում եւ մեր պաշտամունքը զննում է։ Սուրբ Հոգին ներկա է եւ մեր ներսի պաշտամունքը զննում է, ուսումնասիրում է, ինքը ֆիլտրում է ամեն բան, ուզում է ոնց որ հայտնաբերի, ինչ կա դրական, բացական, ուժեղ կողմերը, թույլ կողմերը, բոլորը ուզում է ֆիքսի։ Եվ Պողոս առաքյալն ասում է, պտտելով եւ ձեր պաշտամունքը զննելով սեղան մը գտա, որու վրա գրված էր անծանոթ Աստծո։ Ուստի զանիկա, որ դուք չճանչնալով կպաշտեք, ես նույնը ձեզի կքարոզեմ։ Հետաքրքիր է, Սուրբ Հոգին պտտում է եւ ասում է, լսի, ես գիտեմ, որ դու պաշտամունքի մեջ ես, ես գիտեմ, որ դու աստվածապաշտ ես, պաշտամունք ես անում, ես գիտեմ, որ երկրպագություն ես անում, բայց գիտես ում ես անում։ Հայտնաբերել է, որ նրան ում պաշտում ես չես ճանաչում, գրել ես անծանոթ Աստված։ Զարմանում եմ, Տերը կենտրոնացնում այս մտքի վրա եւ ասում է, լսի, դու այդքան ջանքեր ես թափում, այդքան վազում ես հավաքույթի, այդքան լավություններ, բարեգործեր ես, ինչ ասես անում ես, հոգևոր կերպարը վերցրել ես։ Դրանք լավ է, ճիշտ է, տեղին է, բայց ճանաչում ես ինձ։ Աստված հրավիրում է ճանաչողության։ Պողոս առաքյալը դրանից առաջ
երկու փիլիսոփայության անուն տվեց։ Այս վերջերս որ կարդում էի ինձ զարմացրեց, ասեցի Տեր, եթե փիլիսոփայությունների անունները գրված Աստվածաշնչի մեջ, իսկ մի բան լավ գիտենք, որ Աստվածաշնչի մեջ ավելորդ բան չկա գրած, պատահական բան չկա։ Ես փորձեցի ուսումնասիրել, այդ մոռանում եմ անդադ, այնքան դժվար էլ անունները, Եպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփայություններ կային այնտեղ։ Այդ վարդապետությունները ես հետաքրքրվեցի, թե ինչ անշանակում Եպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփայություններ, դրանք ինչ են ուսուցանում։ Եվ բացեցի իրանց Վիկիպեդիան եւ կարդացի Եպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփայությունների ուսուցումը, վարդապետությունը։ Ուրեմն առաջինը այսպես էր դասավանդում. էթիկայի եւ էսթետիկայի բարոյագիտության կանոնները պաշտպանել։ Ես մտածում եմ, Տեր, ինչի համար աշեշտված դա։ Եվ միտք եմ առնում իմ համար։ Եվ փորձում եմ եւ եկեղեցում, Տիրոջ առաջ, չգիտեմ, աշխարհում ապրել բարոյական մարդ, մտածելով, որ հոգեոր կյանքը բարոյականություն է։ Նայեք, Աստված հայտնաբերել է եւ անուններ է տալիս։ Այսպիսի վարդապետություններ կան ձեր մեջ, բայց դեռևս ինչ չեք ճանաչում։ Ճիշտ է, բարոյականությունը տեղն է, չեք ծխում, չեք խմում, չեք հայհոյում, չգիտեմ, այլ վատ բաներ չեք անում, ամեն ինչ տեղն է, բայց ինձ չեք ճանաչում։ Պաշտամունքի հիմքը, պաշտամունքի կենտրոնը անճանաչելի է, անծանոթ է։ Եվ ստոիկյան փիլիսոփաներն էլ ասում են, որ ինքնա զարգացում կարա լինի, մարդը այնքան ինքնա զարգանա, դառնա Աստված։ Այսինքն Աստված մեզ պետք չի։ Մենք ինքներս էլ կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Ինչներիս է պետք Աստծուն դիմենք, խնդրենք, մենք էլ կարող ենք, մենք էլ ունակություն, հնարավորություն, կարողություն ունենք։ Եվ ես զարմացա, ասի Տեր, պատահական չէ, անունները գրած, սա մեր մեջ կա։ Այսինքն ամեն ինչ փորձում ենք անել, նմանվել Աստծուն, Աստծո խոսքին, պահել օրենքները, կանոնները, բարոյականությունը, բայց մենակ թե Աստծուն չճանաչենք։ Եվ Պողոս առաքյալը եկավ մատը դրեց, այս տեսակ պաշտամունքները ինձ հետաքրքիր չեն։ Ես ուզում եմ, որ ինձ ճանաչեք։ Այն Աստծուն, ուստի զանիկա, որ դուք չճանչնալով կպաշտեք, ես նույնը ձեզի կքարոզեմ։ Այո, քարոզում ա, որ հայտնվի Աստված։ Գիտեք, միտեղ էլ կարդամ Հովանու թղթերից երկրորդ Հովանու կամ երրորդ երկուսում էլ նույնը գրած է։ Առաջի Հովանու երկրորդ Հովանու 12-րդ խոսքը թուղթ շատ բան ունեի ձեզի գրելու, բայց չուզեցի թղթով եւ մելանով գրել։ Վասնզի հույս ունեմ, որ ձեզ հետ դեմ առ դեմ կխոսեմ, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի։ Ասում որ կարդում եք թղթերը, կարդում եք գրքերը, լսում եք քարոզներ, ինտերնետում ինչքան քարոզ ասես կա, բայց Աստված ասում է, այդ շատ չեմ ուզում այդ գործով զբաղվել, ուզում եմ դեմ առ դեմ հանդիպել քեզ, օրհնյալ է Տերը մեր։ Գիտեք, բոլորիս համար Աստված ուզում է անձնական հանդիպում կայացնի, որտեվ ինչքան քարոզ լսենք, ինչքան քարոզի ներկա լինենք, երբեք չի փոխվում մեր հոգին։ Բայց գիտեք, երբ Պողոսը փոխվեց, երբ որ դեմ առ դեմ հանդիպեց, ասма, երբ որ նրան հանդիպեցի Գաղատացիների առաջի գլխի մեջ, բան մը չհարցրի մարմնին եւ արյանը։ Եվ ասма, այս ավետարան ես առա նրա հայտնությունով, որ նա հայտնվեց ինձ։ Խնդրում, կարողանանք ճիշտը ճանաչել, եւ գիտեք, եւ որ դու անծանոթ ա դեռևս քեզ համար Աստված, մի համարից վախեցի։ Մատթեոս ավետարան 25-րդ գլխի մեջ 10 կույսերի առակում գրված է, որ
ես ձեզ չեմ ճանաչում։ Այսինքն ինչա արդյունքը, ինչն է պատճառը, որ չի ճանաչում, որտեղ չի հանդիպել այդ մարդը, հանդիպում չի կայացել։ Դրա համար ասում է, ես կուզեմ դեմ առ դեմ քեզ հանդիպել, որ ճանաչենք իրար, որ հասկանանք դու ով ես, ես ով եմ։ Որտեղ եթե ես ինքս չեմ ճանաչում Տիրոջը, բա լավ, Տերը մի անգամ չի ֆիքսել այդ հանդիպումը երբևիցե, որ ասում է, ես քեզ չեմ ճանաչում։ Բա միթե մի անգամ, այսինքն ես կասկածում եմ Տիրոջ հիշողության վրա։ Հեչ եղել է որ հանդիպի, հեչ եղել է որ Տերը մոռանա, ոչ, չի եղել ոչ հանդիպում, ոչ էլ մոռանա։ Բայց ասեց չեմ ճանաչում։ Ինչի։ Սա ցավալի խոսք է ինձ համար։ Այս խոսքը երբ որ կարդում եմ, ասում եմ Տեր, արդյոք իմ մասին էլ այդ կարծիքին ես։ Արդյոք ես էլ այդ փիլիսոփայությունների մեջ խորացած եմ ու քեզ չեմ էլ տենում։ Բարոյագիտություն եմ քարոզում, ապրում, չգիտեմ, ինքնազարգացում եմ ապրում, կարդում եմ զարգանամ, կարդում եմ գիտությունս ավելանա, բայց դու մնացել ես հեռվում։ Ես հիշում եմ եղբայրների մի հատ sense հետաքրքիր դեպք էին պատմում, ուրեմն պատերազմի ժամանակ, ասма երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հрьяաներին դե գիտեք կոտորած էին անում գերմանացիները եւ ճամբարներ էին սարքել եւ ճամբարներում կանանց ճամբար էր հավաքել էին մի խումբ կանանց եւ պետք է նրանց կամ խեղտեին ու գազերով թունավոր գազերով կամ չգիտեմ կրակ էին սպանում մի խոսքով ոչնչացնում էին հрьяաներին եւ այնտեղ ասма քույրիկներից մեկը իր տան համար երեխաներ ուներ հաց հետը տանում երկու հատ հաց տանում որ ընտանիքին կերակրի այնտեղից կանչում են սոված ժողովուրդ կանչում են ասում են ինչ կլինի մի հատ հաց գցի սետքից էս կողմ այս քույրիկը մտածում ասում դե ոչինչ մի հատ կտանեմ այս մի հատը տամ իրանց հավատքի մարդ հավատքի քույրիկ մի հատը շպրտում է սետքից ներս սրանք դե քանի հատ հոգի սենց ոչնչացում են օդում այդ հացը սոված մի հատ էլ են ուզում այս քույրիկն ասում է փա երեխաներիս համար եմ տան ինքը իր մեջ մտածում ասում է դե լավ ոչինչ ես ազատության մեջ եմ մի բան կանեմ Տերը իմ հետ է Տերը ես գիտեմ իմ Տիրոջը նա ինձ կօգնի նա ինձ սոված չի թողնի եւ այդ մի հատ հացն էլ է շպրտում եւ երբ որ շպրտում այնտեղ այդ կառաուլը տեսնում է եւ ով որ հрьяաներին այն ժամանակ օգնում էր համարվում էր նույն մեղսակիցը տենց ասած բռնում գցում են ներս այս քույրիկը լացում է Տիրոջ առաջ ասում է Տեր Աստված ես լավ բան էի ուզում անեմ ես ինչ տեղի ունեցավ բայց ես մտածում էի որ դու կորշնես ճանապարհին կվերականգնվի այն ինչ որ տվել եմ ավելի վատ բան տեղի ունեցավ հիմա իմ երեխեքը հացը եւ այլն ինչ հա լինելու եւ ուրիշ բան չի անում ծնկի է գալիս սկսում աղոթել ու ինչ անի պատմում են որ երբ որ այս քույրիկը սկսում է Սուրբ Հոգով աղոթել աչքերը բացում է տեսնում է ինչքան ժողովուրդ կա հավաքվել կողքը նստած լսում է ասում է քույրիկ այդ հрьяաներն են ասում են տիկին դու հрья ես ասում է չէ ես ուկրաինացի եմ ասում է բայց դու մեր լեզուն գիտես ասում է չէ ասում է բա դու հрьяեր ես աղոթում ասում է ինչ էի ասում ասում է դու ասում ես ես եմ Հիսուսը Քրիստոսը ձեր Մեսիան երբ որ խնդրեք ես ձեզ այստեղից կազատեմ երբ որ ապաշխարեք ես ձեզ կորշնեմ կփրկեմ ձեզ ընդունեք ինձ այս քույրիկն ասում է բա էլ խիեք կանգնած մնացել դավայ սկսեցինք աղոթել հենց ծնկի են գալիս սկսում են աղոթել այս ճամբարի պետը կանչում է կառավարին ասում է լսի մենք շտաբից հրաման ստացանք որ ռուսները գալիս են բաց թողեք դրանք գնան կորչեն որտեղ ուզում են գնանք մենք փախանք գնացինք այստեղից եւ դուրը բացվում է եւ բոլորը ազատվում են այս քույրիկը
ասում է Տեր Աստված, դու այդ մի հաց, այո, երբ որ ես քեզ ճանաչում եմ, ես գիտեմ դու ով ես, այդ ժամանակ ինչ ասես կանեմ, այո, բայց եթե Աստծուն չի ճանաչում, այդքանը չեր էլ անի, չէ, իմ երեխեքի հացն եմ տանում, այս սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ, այսպես է լինում հավիտենական կյանքը, թե չէ անծանոթ Աստված ենք պաշտում, չենք ճանաչում, թե ում ենք պաշտում, գալիս է պարագան անհավատություն ենք անում, գալիս է պարագան սուտ ենք խոսում, գալիս է պարագան վախենում ենք, որտեղ չգիտենք, թե ում է պաշտում։ Կույրը, ի ծնե կույրը, երբ որ բժշկվեց, հիշում եք, Հիսուսը նրան իրականում աչքեր չուներ, եղբայրները ասած կլինեն, որտեղ կավ շինեց եւ ծեփեց եւ դրեց աչքերի մեջ, աչքեր դրեց, չկար այս բաները։ Տենտեղ ներվային համակարգը միացրեց, մկանային համակարգը միացրեց, այնտեղ մի խոսքով ակնթարթորեն ամեն ինչ արեց, ասես լվացվի ու ամեն ինչ նորմալ է լինելու։ Սկսեց տենալ։ Եվ երբ որ այդքանը դեռ քիչ էր, որ տենում էր, Տերը գնաց կողք ասեց, կհավատաս Աստծո որդուն, ասեց ով է անիկա, որ հավատամ, ասեց ես եմ, որ քեզ հետ կխոսեմ, ասեց հավատում եմ, Տեր ունկավ, երկրպագություն արեց, թող այդ հանդիպումը մեր հետ էլ լինի, ասի ես եմ, քեզ հետ խոսողը ես եմ, չէր ճանաչում Հիսուս, հրաշք էր եղել, աչքեր էր բացվել, ինչ ասես կլինի, բայց չենք ճանաչում, բայց Տերը ուզում է, որ բացի դա մի հատ էլ հանդիպի անձնական, ասում եմ, ասեց շատ բան ունեի ձեզի գրելու, բայց չուզեցի թղթով ու մելանով գրել, հերիք այդ նամակագրական կապերով չեմ ուզում քեզ հետ շփվել, չեմ ուզում քեզ հետ խոսել ուղակի սենց կապի միջոցով, հեռախոսով, նամակներով, չգիտեմ ինչ որ մեկի միջոցով, YouTube-ով, չեմ ուզում, վասնզի հույս ունեմ, որ ձեզի գամ, ու դեմ առ դեմ խոսեմ, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի, հույս ունեմ, որ գամ դեմ առ դեմ խոսեմ, աղոթք անենք, որ Աստված այդպիսի հնարավորություններ կառուցի մեր կյանքում, ստեղծի մեր կյանքում, այս է փոխելու ինձ ու քեզ, կենդանի հանդիպումը, կյանքի հանդիպումը, սա նա եւ ես, սա է Տիրոջ նպատակը, դրա համար ես խնդրում եմ, որպեսզի երբեք չբավարարվել են ինչ որ ունես, այլ գիշեր ցերեկ լացելով Տեր, գիշերը ինչ ենք անում, գիշերը ամենահարմար ժամանակն է, ոչ կզանգեն, ոչ հաց կուզեն քեզանից, ոչ տների մաքրություն, ոչ մի բան չեն, ոչ աշխատանքի են կանչում, ազատ ես, մի ժամ էլ չկարողացար ինձ հետ աղոթք անել, ծնկի արի գիշերը աղոթք ար, ասա Տեր, ես խնդրում եմ, այս հանդիպումն եմ ուզում, հերիքա ինչքան մենակ կարդում եմ, հերիքա ինչքան մենակ լսում եմ, մենակ վազում եմ, չգիտեմ, քեզ եմ ուզում, միայն քեզ, որտեղ Պողոս առաքյալը Փիլիպեցիների մեջ ասեց, ամեն ինչից զրկվեցի, որպեսզի Քրիստոսը շահեմ եւ աղբ եմ համարում, ամեն ինչ Քրիստոսի գերազանց գիտության համար։ Փառք մեր Տիրոջը սիրելիներ, արժի որ աղբ համարել, որտեղ ամեն բան կանցնի ու անցածի պես է, մենք տեսնում ենք արդեն այդ անցնելու ոտնաձայնը, ինչ ենք մտածում, Տերը կասի, ես քեզ չեմ ճանաչում, թե կասի, արի իմ աջ կողմը, իմ հորս օրհնված, ոնց կասի իմ մասին, ինչ կասի, մտածում ենք, ոչ, այդ փիլիսոփայություններից հրաժարվենք, չխաբվենք բարոյագիտությամբ, չխաբվենք ինքնաաճով, այլ անծանոթ Աստված հարցը մեզանից հանենք, չէ, ես չեմ ուզում անծանոթ մնամ, օրհնյալ է Տերը, եղբայրներ